վարչապետ երկու մոտեցումներն էլ իհարկե ընդունելի են եւ մեր ի պաշտոն է աշխատանքը եւ նաեւ գործընկերների կողմից ուղղորդումները, հա, բայց ես մի բանի մասն եմ ուզում մենք միշտ խոսենք, ու սա կապ չունի մենակ մեր ոլորտին։ Իհարկե կարեւոր է մեր յուրաքանչյուր քաղաքացու կամ շահառուի ցանկացած խնդրի լուծումը եւ պարոն Հարությունյան, օրինակ ձեր հանդիպումներն շատ էֆեկտիվ են ու ես ինձ տեղեկացնում են էլի եւ խնդիրների բարձրացման մասին եւ լուծումի, ես ինքս եմ անձամբ զբաղվում հաճախ այդ խնդիրների լուծումով։ Բայց մենք միշտ մոռանում ենք այն մյուս տասնյակ հազարավոր դեպքերը, որոնք արդեն լուծվել են ու դրանց մասին մենք ոչինչ չենք լսում, որտեղ լուծված են այդ խնդիրները։ Նույն մեր հայրենակիցները 100,000-ից ավել 115,000 ավել քաղաքացիներ։ Բայց լուծված խնդիրը ում է հետաքրքիր։ Հենց այդ եմ ասում էլի։ Անհետաքրքիր ձանձրալի բաների մասին եք խոսում լուծված խնդիր։ Մի հատ նենց հետաքրքիր չլուծված կոռուպցիոն ենթատեքստերով մի բան ասեք, թե չլուծված խնդիր։ Շատ լավ։ Կան այլ դիտ համեցեք Մամիրսյան։ Պարոն վարչապետ, աջակցության բազմաթիվ ուրեմն ծրագրեր տարրեր ներկայացվեցին, իհարկե բոլորն էլ լավ, բոլորը անհրաժեշտ, բայց մի կոմպոնենտ կար այնուամենայնիվ իմ մոտ առնվազն հարց առաջացրեց, այն էլ եթե ճիշտ եմ լսել, հիմա ասեմ կարող պարզվի այդ ամենի մեջ մի քիչ ուրիշ ձև եմ ընկալել, քան իրականում կա բնակարանաշինության այդ հատուն սարքելու ծրագիրն ենք երկարացնում, կրթվելու հնարավորություն, վերավորակավորում, զանազան խրախուսանքի բաներ, բայց այն բնակվարձի կոմպոնենտ, որ 10 տարի ես ոնց որ լսեցի այդ բանը, իմ տպավորությամբ սա ողջ հարգանքով հանդերձ կարող է մի փոքր չափազանցություն է, որովհետև ես օրինակ գուցե դիտարկենք սկզբի համար 3 տարի, որովհետև կամ 5 տարի, ինչի եմ ասում, որովհետև երբ որ մարդուն, ցանկացած մարդուն, նույնիսկ վերանալով կոնտեքստից 10 տարվա այդպիսի հեռանկար է տալիս, մի տեսակ ինսենտիվն էլ եւ մոտիվացիան էլ է կորում փոխելու կյանքում մի բան կամ այլ գուցե, բայց Պարոն Միրզյան, խոսքը հետեւյալ դեպքերի մասին է, հատուկ սոցիալական խմբերի մասին է խոսքը։ Ընտանիքը բաղկացած է երկու անդամից, ենթադրենք, մոդելավորենք, ես չգիտեմ, իրականության մեջ այդպիսի ընտանիք կա, բայց ենթադրում ենք կլինի։ Ասենք երկու անդամներից մեկը 80 տարեկան է, մյուսը առաջին խմբի հաշմանդամ է։ Մենք իրանց ինչքան էլ մենք իրանց այդ մի անձի հաշվով կամ նույնիսկ կարող է բանել տանք, այդ մարդիկ խնդիր ունեն գնալ եւ բնակարան առնել։ Մենք հիմա իրանց ասում ենք, դե փողը բանը սերտիֆիկատը տվել են, գնացեք, որ մարդը չի կարող տուն առնել։ Մարդը ասում է, լսեք, ես տուն չեմ կարողանում առնել կամ տունը առայել, ես այդ տունը խնամքի կարիք ունի, սրա կարիք ունի, նրա կարիք ունի։ Մարդուն ասում ենք, եթե մենք ոչ մեկին չենք ստիպում, ասում ենք, եթե դուք գնահատում եք, որ դա ձեր վիճակն է, որպեսզի մարդը անդադ ստրեսի մեջ չլինի, վայ, եսա դեկտեմբերի 31 անցավ, բայց հիմա ինչ եմ անելու, փողոցում եմ հայտնվելու։ Մենք ասենք, ոչ, փողոցում չեք հայտնվելու։ Մենք 10 տարի հեռանկար ենք բացում։ Այդ 10 տարվա ընթացքում, եթե խոչընդոտ չկա, որ ինքը գնա այն մյուս ճանապարհով։ Եվ էլ եմ ասում, խոսքը սոցիալական որոշակի խմբերի մասին է։ Սա նախ ուզում եմ հիշեցնել, որ մենք վարձավճարի ծրագիրը մենք փոխել ենք հիմա գործող ծրագրով մենք ընտանիքի անդամների մինչև 18 տարեկաններին ենք տալիս այդ վարձի աջակցությունը նույն ընտանիքի եւ ես կարող եմ 63-ից բարձր եւ հաշմանդամությունն առաջին երկրորդ խումբ 63-ից բարձր 18 տարեկան լրացած բայց դպրոց կամ միջի մասնագիտական գնացող եւ կերակրողին կորցրած, այսինքն ամենախոցելի 80 տարեկան ամուսիններ են, որոնք ուրիշ հարազատներ չունեն, առանձին ընտանիք են։ Ասենք մենք իրանց հիմա մաքսիմումը ինչքան է 8 միլիոն է բնակարանի համ 10 միլիոն է այսինքն 20 միլիոն դրամ 20 միլիոնով կարան մի որևէ գյուղում հա 10 միլիոն հա 10 միլիոնով կարող են մի որևէ տեղ բնակարան ձեռք բերել բայց մարդը կարող է նախընտրի իր համար որովհետև դա հոգս է մարդը կարող նախընտրի ուղղակի ապրի որևէ տեղում Եվ ընդհանրապես ես ուրիշ բան եմ, ես կարծում եմ, որ մենք մարդկանց համար պետք է հնարավորություններ ստեղծենք, ես առողջապահության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջ ուրիշ խնդիր եմ դրել։ Մենք ընդհանրապես 65 տարեկանից բարձր մարդկանց համար կյանքի սցենարների որոշակի տարբերակներ պետք է ունենանք մշակած։
Մենք դրա մասին էլ ընդունված չի խոսալ։ Մենք դրա անունը դրել ենք բան, մենք դրա անունը դրել ենք ավանդույթ կամ չգիտեմ ինչ, մենք չենք ֆիքսում։ Եթե մարդ օրինակ 65 տարեկան թոշակի մարդը ուզում ասենք առանձին ապրի ինքը ինչ տարբերակներ ունի։ Ինչ տարբերակներ ունի։ Շատ տարբերակներ չունի։ Իսկ մենք պետք է ստեղծենք, իսկ ով է ասել, որ այսինքն մենք տենց բաների մասին էլ չենք խոսում։ Պետք է այդ տարբերակները մենք ստեղծենք, մենք անդադ միացենց բան ունենք, կլիշե ունենք, անդադ ամեն ինչ ուզում ենք մտցնենք այդ կլիշեի մեջ։ Իսկ ով է ասում, որ 80 տարեկան մարդու համար ժամանակը ծախսելու լավագույն ձևն է նա, որ ինքը գնա տներ ման գա, տուն առնի, չգիտեմ, հետո մտածի կաֆելը ինչ անի, մետլախը ինչ անի, տանիքը ինչ անի, ինչ անի։ Կարող է մարդուն պետք է ուղղակի մի հատ մինիմալ կոմֆորտի մի բան ունենալ, այդտեղ ապրել եւ լրացուցիչ հոգսերի մեջ չմտնել։ Էլի եմ ասում, եթե դա իր գնահատականն է, եթե իր գնահատականը չի, այդ լրիվ ուրիշ խնդիր է։ Կարելի է, պարոն վարչապետ, ամփոփելով ձեր ասածը, պարոն Միրզոյանին պատասխանեմ, խոսքը այո միայն այնպիսի ընտանիքների մասին է, որոնք պոտենցիալ չեն կարողանալու օգտվել այն ծրագրից եւ 10 տարին ավելի շատ մեր համար է առաստաղ, որպեսզի մենք մեր սոցբնակ ֆոնդը զարգացնենք, ապագայում այդ մարդկանց տանք այնտեղ ապրելու հնարավորություն, որտեղ այլ պարագայում դա կարելի ասել թող կոպի չընջի, բայց ցմա, հա, տալիս ենք, բայց մենք մեր արժև ենք դրա առաստաղ, որպեսզի այն համայնքներում, որ մենք կարիք ունենք սոցիալական բնակարաններ ստեղծենք, ու այս քաղաքացիներ, ասենք հարգելի քաղաքացիներ, տեղափոխվեք արդեն մշտական, հա, այսպես ասած, ավելի միգուցե նույնիսկ լավ պայմաններով ապրելու եւ ձեր օրինակները ամբողջությամբ տեղին են, պարոն վարչապետ, խոսքը իրոք այնպիսի քաղաքացիներ, որոնք աշխատունակ չեն լինելու եւ չեն կարողանալու, ու նաեւ տեսեք մենք օրինակ 5 միլիոն դրամը դիտարկում ենք մի որևէ գյուղում տուն ձեռք բերելու, հա, բայց եթե օրինակ այդ մարդուն անհրաժեշտ է նաեւ այլ ծառայություններ, հա, իր տարիքով կամ հաշմանդամությամբ պայմանավորված, իրան ավելի հարմար կարող է լինել քաղաքում ապրել, որտեղ այնտեղ կան աջակցության այլ կենտրոններ, բժշկական կենտրոններ ավելի հասանելի, ինքը պատրաստ կլինի այդ փոխհատուցման մի մասը ինչ որ տալիս ենք այդ փոխհատուցումը ստանալ եւ իր կենսագործունեությունը այդ տարածքում շարունակել։ Եվ ուրիշ բաների մասին էլ եմ, իհարկե թեմայի հետ ուղիղ կապ չունի, բայց էլի որոշակի ասոցիացիաների տեղ կա։ Օրինակ տեսեք, մեր իրականության մեջ տունը սրբություն է, չէ՞, այո, սրբություն է եւ դա տենց էլ կա։ Բայց ես ուրիշ բան եմ ասում։ Եկեք նայենք, թե մենք մեր տների արտաքին խնամքին ոնց ենք վերաբերվում։ Ասենք ոնց ենք վերաբերվում։ Ասենք դե մեր մոտ տենց կուլտուրա չկա, ասենք դու բան չունես, որ քո ցանկապատը շուրեկած ժանգոտած է կամ չգիտեմ ինչ, դու պրոբլեմ չունես դրա հետ։ Բացարձակապես խնդիր չունես դրա հետ։ Ասենք հələ դռնից ներս, այս մենակ բաների մասին չի խոսքը, բազմաբնականների մասին չի, առանձնատների մասին էլ է խոսքը։ Էլի եմ ասում, ես իմ աչքով եմ տեսել, պետությունը միլիարդներ է ծախսում, երբևէ գոյություն չունեցած, ասենք ճանապարհ է կառուցում, մարդու բանի ցանկապատի տակով անցնում է, մարդը ալարում է, ասենք այդ շուրեկած ցանկապատը մի հատ sense գոնե sense անի, երկու հատ ձգի եւ մի հատ, ասենք ենթադրենք 500 դրամանոց ներկով ներկի, չկա տենց բան, բայց տունը սրբություն է։ Այս դեֆորմացիաների հետ մենք պետք է առերեսվենք։ Որը շատ լուրջ խնդրեմ է, ինքը տենց չի, որ մենակ տենց իրավիճակ է։ Եվ դա կապված է, ընդ որում բոլորս դրա մաս ենք, սա այնքան ենթագիտակցական շերտ է, որ մենք սա ուրիշի մասին չի, սա մեր մասին է, սա իմ մասին է։ Հիմա ասենք այն օրը, որ բան արինք, այն օրը, որ ասցի կարդում է ասցի ես մեր փողոցն է, դե ես այդ տրամբանությամբ Էդ էլ ճիշտն ասած ես չէի, էդ էլ նախաձեռնությունը իմը չէր, եղբորս էր նախաձեռնություն, թե չէ, նույնիսկ եղբորս չէր, կներեք, բանինն էր, մարսպետինն էր, որ բանը ասֆալտ ենք անում այդ ճանապարհը, այնտեղ են մուտքի հատվածը տենց է, ես իմ երբ վերջին անգամ կարող եմ մի քիչ այդտեղ ինչ որ բան արվի, որ իսկապես
Գոնե սեփական օրինակով իմ մտքով էլ չէր անցնի։ Տեսեք, ես անդադ խոսում եմ, բայց ես իմ մասին եմ խոսում, որովհետև մեկ-մեկ որ սենց ասում եմ, մարդիկ ասում են, տեսեք ժողովրդի մասին ինչ է ասում։ Ես իմ մասին եմ ասում, որովհետև ես էլ ժողովրդից մեկն եմ։ Այս գործելակերպը պետքա փոխվի։ Եթե պետությունը իմ տան առաջ 500, 200, 300 միլիոն դրամ դնում է, անում է կառավարությունը, պետքա մտածեմ, ասեմ, լավ, կարամ ասենք 3 պաչկա Marlboro քիթ ծխեմ, մի բան էլ ես անեմ, որ արձագանք ստացվի, երկխոսություն ստացվի։ Հիմա եկեք գնանք տենանք այդ բաներով միլիարդավոր բաներով դրամներով բան են կարել։ Ճանապարհներ են կառուցել, լուսավորություն քաշել, եկեք մի հատ մոնիտորինգ անենք, թե քանի մասնավոր անձա իր ցանկապատը ներկել։ Ես չգիտեմ, բայց այդ շատ հետաքրքիր հետազոտություն կլինի։ Եթե պարզվի, որ 50% արել է, ես դրանից կերջանկանամ։ Բայց գոնե վիզուալ տպավորությունը ստենց չի։ Ընդհակառակը, ես ինչքան գնում եմ, տենում եմ այս կարդացած նախագծերը, որ կողքով անցնելիս եմ լնում, ասում եմ հələ մտնեմ, տենամ ինչա տեղ ունեն։ Տենում եմ, sense քանդած տրուբա է հանցկացրած է։ Առաջին արձագանքն է, դա ասֆալտ են արել։ Բա ինչ անենք, որ մի հատ քանդենք, բա տրուբա, բան տենց լար, չկա անելու։ Ус ֆունդամենտալ պրոբլեմ է, մենք չենք ընկալում սրա կապը մեր աշխարհաքաղաքական վիճակի հետ, մեր տնտեսական վիճակի հետ, մեր սոցիալական վիճակի հետ։ Այն որ այս վերջին դեպքը, որ կառավարության նիստում էլ խոսեցի։ Մարդը նամակ է գրում, սոցիալական բանի աջակցություն, բնականաբար ինչ որ աջակցություն ցույց ենք տալիս, երկրորդ նամակն է գալիս, երրորդ նամակն է գալիս։ Ի վերջո, նախարար ես էլ անդադ բան եմ անում կամ օգնականներից, կամ խորհրդականներից որը մեկին, կամ նախարարին, նախարարը ուղարկում է տան ֆոտոները։ Ես նամեմ չեմ կարող հավատամ այդ բանին։ Տանը տեղ չկա։ Ասենք տունը ինչ վիճակում է, հասկանում եք, նորոգած է, նորոգած չի, չես էլ կարա հասկանաս նորոգած է, նորոգած չի։ Որովհետև մեջը այնքան ոչ մի արկղ ինչ որ բան, չեմ ուզում ինչ որ բան ասեմ, որ վիրավորական ենթատեքստ ունենա, բայց նայում ես շշմում ես, ասում ես, բայց ինչ կապ ունի այս տան այս վիճակը 5000 դրամ ավել ունես, թե պակաս ունես, կամ ունես, թե չունես։ Ասենք բնակելի տարածքը պետք է ինչ-որ մի բանով տարբերվի։ Դե տար միլիոն դիրը տեղի, ոչ մի բան, այսինքն դրա համար տեղից առաջացավ նաև, որ պետք է նաև կենցաղավարության կրթություն լինի մեր, որտեղ այդ ընդունված չի խոսել մեր իրականության մեջ։ Ընդունված չի խոսել մեր իրականության մեջ դրա մասին։ Բայց պետք է խոսենք, չի լինի տենց։ Ես 1000 ներողություն որվելու են, բայց ես էլի ուզում եմ, չեմ կարա չասեմ այդ բաները։ Ես օրինակ էքսպերիմենտ ունեմ, երբ որ մարդը ֆինանսական աջակցություն է ուզում, ես ինչ եմ անում, նույն էլեկտրոնային փոստով փնտրում եմ իմ էլեկտրոնային փոստում։ Եվ տենում եմ հարյուրավոր նամակներ են։ Ընդ որում ասենք 10 նամակը մեկ ինչ որ մի ֆինանսական օգնություն աջակցել ենք 10 նամակը մեկ ինչ որ մի ֆինանսական օգնություն աջակցել ենք ի՞նչ է փոխվում այդ մարդկանց կյանքում ասենք ընդհակառակը ստացվում է որ մի հատ ձև կա նամակ գրես փող ստանաս այդ ձեր ասած այդ արդեն ստեղ աշխատում է որ ուրիշ անելու բան չկա բայց մյուս կողմից ասում ես լավ ինչ անես լավ Ասենք երբ որ այդ ընտանիքում երեխա կա, երբ որ վերջը սա ինչի՞ց է մենք չենք բանանում, մենք չենք առերեսվում այս խնդիրների հետ։ Մենք չենք առերեսվում, մենք բավարար չափով գրագետ չենք, բավարար չափով կոշտ չենք մի շարք հարցեր լուծելու համար։ Մենք այնտեղ որտեղ պետք է որ հստակ կառավարչական որոշումներ կայացնենք, մենք բանենք, էմոցիոնալ ենք Այնտեղ որտեղ պետք է լինենք էմոցիոնալ, ոնց որ տենց շատ բան ենք։ Կամ էլ հակառակը չգիտեմ։ Բայց խնդիրները այս շերտից են սկսում։ Ես անկեղծ եմ ասում, բոլոր խնդիրները այս շերտից են սկսում։ Բայց չծանրացնենք։ Խնդրեմ այլ դիտարկումներ թեմայի հետ կապված համեցիկ։
Վարչապետ, շատ կարճ ավելացնեմ, դուք նշեցիք 65+ տարիքի մարդկանց տնտեսական ակտիվացման մասին, մենք այսօր չզեկուցվող հարցերից մեկում ինտենսիվ այգեգործության ծրագիրը 1 տարով երկարաձգեցինք եւ իհարկե որոշակի նաեւ պայմանների փոփոխություն եղավ, այնտեղ հատուկ ընդգծել ենք, որ 1%-ային կետով ավել ենք փոխհատուցելու 65+ տարիքի։ Ինչի 65, մենք 63-ի մասին ենք խոսել։ 65-ը առողջության ապահովագրությունն, այս տնտեսական ակտիվությունը, այդ ենք ասել, որ 63-ը բիզնես սկսելու լավագույն տարիքն է, 63 դարձրեք։ Շատ լավ։ Համեցեք։ Պարոն վարչապետ, իհարկե ավելի խորը շերտեր բացեցիք, օրինակ կարճ անդրադառնամ մեր նպատակներին, իրար դեզ էլ եմ տեղեկացրել, մեր այդ անապահովության նոր համակարգը, որ հիմա պիլոտավորում ենք Սյունիքում ու Կոտայքում եւ դիտարկում ենք արդյունքները, նպատակ ունենք հենց կենցաղավարությունը պարտադիր պայման դնել համակարգում ընդգրկվող անձանց համար եւ նաեւ կրթական ծրագրերը։ Այսինքն կրթություն, կենցաղավարություն ամենակարևորն է, բացի զբաղվածություն առաջարկելուց, որովհետեւ երբեմն այդ հրաժարումը զբաղվածությունից նաեւ նրանց պակասից է, որովհետեւ իրենց տարական այն մյուս կարիքները չեն կարողանում հոգել, այլ ուր մնաց գնան աշխատավայրում աշխատեն եւ անդրադառնալով նաեւ մեծահասակներին, մենք ձեր առաջադրանքը massամբ արդեն կատարել ենք, ես կգամ առաջարկով այդ կոնցեպտի վերաբերյալ, այդ ձեր ասած թե ինչու պետք է ավակ սերնդի մեր ներկայացուցիչները մեր ավանդական ձևերով պատկերացնեն իրենց, այսինքն ավակ այդ տարիքում ապրելը, մենք ավանդական չի, ես խնդրում եմ, եկեք ավանդական բառի կներեք տարանջատումը շարունակենք բանի ավանդականի որևէ նեգատիվ բառի երևույթի հետ ավանդական բառը չօգտագործենք ուղղակի։ Շատ լավ, ես ներողություն։ Մի անգամ ես առիթ ունեցել եմ ներողություն ասելու։ Այդ որ շատերն ասում են, այն ժամանակները բոլորը մի սենյակում են, Ժորժան, դա աղքատությունից է։ Դա աղքատությունից է եղել, որ բոլորը, ասենք, մի ամբողջ գերդաստան 10 հոգով մի սենյակում են բանարել։ Ասենք օրինակ 90-ականների սկզբին, երբ որ հոսանքի բանի խնդիր կար, համարյա բոլոր ընտանիքները հավաքվում են մի սենյակում։ Ինչի որ մի սենյակը տաքացնելը գոնե հնարավոր էր, ամբողջ տուն տաքացնելը հնարավոր չէր։ Բայց նաև էտել եմ խնդրում, որ մենք բան չանենք, էլի։ Մի քանի անգամ առիթ ունեցել եմ ավանդականի մեջ նեգատիվ կոնտեքստ չդնենք, խնդրեմ ավարտեք ձեր միտքը։ Ուզում եմ ասել, որ ունենք այդ նոր մոտեցումը, հանդես կգանք, ինքը տենց բավական նորարարական բան է լինելու, այն քաղաքացիներն, որ իրենց կյանքը ինչ որ մի փուլում պատկերացնում են այս կամ այն կերպ, որ իրենք որոշեն ինչպես են ապրելու, ու նաև այս զբաղվածության ծրագիրը, որ ձեզ ներկայացրեցի, դա այդ նաև չուզեցա միանգամից ասել, բայց հենց օրինակ ավակ սերնդի ներկայացուցիչների ինքնազբաղվածությունը խթանելու մոդելել ենք դիտարկում, ու ելի հանդես կգանք այդ ծրագրով, այս մեր ասացի համատեքստում, որ այո, մեր բոլոր տարիքի քաղաքացիները կարող են ակտիվ կյանքով ապրել եւ իրենց կարիքները հոգալ ըստ էության։ Շատ լավ, քվեարկենք հարցը, հարգելի գործընկերներ, հիշեցնեմ, հարցը 37-րդն էր, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։